մասնակիցների հարցերին և հաջորդ հարցը, չգիտեմ ինչպես փող աշխատել։ Իդեպ ասեմ, շատ շատերը չգիտեն ինչպես փող աշխատել ու հիմնական խնդիրները հենց մարդկանց սկսում է հենց դա չիմանալուց։ Ինչա փող աշխատելը, եթե փող աշխատելուն նայենք հիմնական երկու հիմնաքարերի վրա դրած, ապա ես կասեմ, որ փող աշխատելը առաջին ունենալ պրոդուկտ և երկրորդը կարողանալ այդ պրոդուկտը վաճառել։ Փող աշխատելը սկսում է այս երկու հիմնաքարերից։ Հիմա ունենալ պրոդուկտը իր հերթին ենթադրում է, պրոդուկտը կարող լինի մասնագիտություն, պրոդուկտը կարող լինի ձեր կյանքի փորձը, ինչ-որ մի ոլորտում, պրոդուկտ կարող լինի ձեր տաղանդը, բայց արդեն հղկած ու կոնկրետ ինչ-որ մի արժեքավոր ապրանքի կամ ինչ-որ ծառայության տեսք տված։ Պրոդուկտը կարող լինի իհարկե ինչ-որ պրոբլեմի լուծում, որը դուք կարող եք ավելի լավ տաք քան ուրիշները, պրոդուկտը կարող լինի մի խոսքով ցանկացած արժեքավոր բան, որի մեջ իհարկե եթե վարձու աշխատանք է կոնկրետ դեպքում մտնում է և մասնագիտությունը, եթե վարձու աշխատանք չի, ապա պրոդուկտի մեջ մտնում են բոլոր այն արժեքավոր ծառայություններն ու ապրանքները, որոնք ինչ-որ մեկին պետք են կամ ինչ-որ մեկին օգուտ են տալիս։ Իհարկե բացառությամբ մի քանի ապրանքի, որի արժեքավոր լինելը արհեստական է, մարդկանց մոտ ստեղծված, մասնավորապես ծխախոտը։ Ծխախոտը իրանից ոչ մի արժեք, 0 արժեք է ներկայացնում, բայց ծխախոտը համապատասխան PR-ի և գովազդային և բավական մեծ արշավների արդյունքում մարդկանց բերել են այն գաղափարին, որ դա արժեքավոր է ու ծխող մարդիկ ծխում են ու իրանց համար դա արդեն ունի արժեք։ Ինչևէ, պրոդուկտ, քայլ առաջին պետք է ունենալ պրոդուկտ և քայլ երկրորդ այդ պրոդուկտը պետք է վաճառել։ Իհարկե, վաճառքի մասով դարձյալ մի քանի առանձին փուլ ես կառանձնացնեմ, փուլ համար առաջին այդ փաթեթավորումն է։ Փաթեթավորումը, եթե դուք վարձու աշխատող եք, սկսում է ձեր սոցիալական կայքերից, ձեր պրոֆիլների տեսքով և ավարտվում է արդեն ձեր տեսքով և ձեր ներկայանալու ձևով, ձեր խոսքի ձևով, ձեր մասնագիտական կարողությունների մատուցման ձևով։ Այսինքն, եթե մենք ուզում ենք վաճառել այն, ինչ արդեն ունենք, այդ ակտիվը, այդ պրոդուկտը, այդ արժեքավոր ծառայությունը կամ ապրանքը, ապա պետք է մյուս թևում կարողանանք ճիշտ փաթեթավորենք։ Փաթեթավորումը սկսվում է սոցիալական կայքերից, հետո շարունակվում է անձի արտաքին տեսքով, մատուցմամբ, խոսքով, ներկայացնելով, ինչի չէ նաև այցեքարտով և շատ կարևոր է նաև մասնագիտական սոցիալական կայքի փաթեթավորումը, մասնավորապես LinkedIn-ը, այսինքն եթե դուք ուզում եք ձեր մասնագիտական PR-ը և մասնագիտական փաթեթավորումը ճիշտ կազմակերպեք, ապա պետք է լինեք մասնագիտական հարթակներում։ Փաթեթավորեցիք, ունեք պրոդուկտ, երկրորդը փաթեթավորեցիք և երրորդը պետք է կարողանաք ձեր պրոդուկտը մարդկանց ներկայացնել։ Իհարկե, ներկայացնելը, եթե դուք վարձու աշխատանքով եք ուզում գումար աշխատեք, ապա ներկայացնելը ունի իր կանոնները։ Եթե բիզնեսով եք ուզում ներկայացնեք, ապա դա էլ ունի իր կանոնները։ Ես կփորձեմ ընդհանուր եզրերով խոսալ և նրանից, որը որ ձեզ կհամապատասխանի, դա էլ կարող եք օգտագործել։ Վերցնենք մասնագիտականը։ Շատ ու շատ մարդիկ չեն զբաղվում կոնկրետ մասնագիտական գիտելիքների վաճառքով և շատ իզուր։ Եթե դուք կարողանաք ձեզ կոնկրետ անել ճիշտ փաթեթավորեք, դուք երկրորդ քայլում պետք է սկսեք ձեր մասին պոտենցիալ հաճախորդներին, այս դեպքում արդեն այդ հաճախորդները ձեր գործատուներն են, ապագա ձեր մասին տարբեր խողովակներով պետք է հասցնեք։ Այդ խողովակներից ամենատարածվածը դա մեյլն է, մեյլով ուղարկում եք ձեր ռեզումեն և իդեպ ռեզումեն էլ է փաթեթավորման բավական կարևոր գործիք և եթե ռեզումեում օրինակ մի փոքրիկ հասարակ բան ավելացնենք, երաշխավորություն, այն ինչ-որ մեկը երաշխավորում է, որ դուք լավ պրոդուկտ ունեք, լավ մասնագետ եք, լավ մարդ եք, կարողանաք ճիշտ անել ձեր խոստացած աշխատանքը, ապա այդ կավելացնի ձեր վաճառքներում, ինչպես ասում են, կոնվերսիան, ձեր պրոդուկտի, ձեր վաճառքի կոնվերսիան։ Հետևաբար, եթե մենք կարողանում ենք փաթեթավորումը ճիշտ կազմակերպենք, դրանից հետո արդեն գալիս է վաճառքի փուլը։ Վաճառքի փուլում մենք մեր մասին տեղյակ ենք պահում
պոտենցիալ հաճախորդներն։ Այս դեպքում ես դեռ ասեցի mail, իհարկե շատ լավ կարող աշխատի նաև մասնագիտական բլոգի, մասնագիտական կարծիքի հաճախակի արտահայտման ձևով ու բաց, հրապարակային, օրինակ, չգիտեմ, սոցիալական կայքերում, ձեր LinkedIn-ի էջում կամ այն վայրերում, որտեղ օրինակ հավաքվում են մասնագետները կամ գործարարները կամ ձեր պոտենցիալ հաճախորդները։ Միշտ կարելի է գտնել այն հարթակները, որտեղ ձեր պոտենցիալ հաճախորդները լինում են։ Ու այդ հարթակներում կարելի է ձեր պրոդուկտի մասին բարձրաձայնել, շեփորով ազդարարել, ոնց որ ասվում է։ Եվ դրանից հետո արդեն, եթե պոտենցիալ հաճախորդներին հետաքրքրի ձեր առաջարկը, ենթադրենք 1000 հոգի լսել է ձեր մասին, 1000-ից 100-ը միգուցե եւ կոնկրետ ուզենա ձեր հետ խոսա կամ ձեր հետ հանդիպի, հա։ Այդ փուլում էլ բնականաբար դուք պետք է կարողանաք հենց այդ փուլին համապատասխան ձեզ ներկայացնեք եւ ձեր պրոդուկտը ներկայացնեք։ Իդեպ սա արդեն վաճառքների տեխնիկա է, որը աշխատում է եւ B2B ոլորտում եւ B2C ոլորտում եւ առհասարակ, եթե դու որպես ֆիզանց ուզում ես քո աշխատանքը վաճառես գործատուին, այսինքն բիզնեսին, այսինքն հակառակն է, վերջնական սպառողը պրոդուկտը վաճառում բիզնեսին։ Լավ, եւ այս փուլում, եթե դու կարողանաք գոնե ինչ-որ ժամանակ տեստային փորձարկման, այսինքն տեստի հնարավորություն տակ ձեր պոտենցիալ հաճախորդին 10 օր, 20 օր անվճար աշխատանքի, ապա դուք կարողանաք ավելացնել ձեր պրոդուկտի կոնվերսիան, վաճառքի կոնվերսիան, այսինքն դուք կարողանաք դրանից հետո արդեն գործատուի հետ խոսեք ֆակտերով, փաստերով, որը դուք ստեղծել եք այդ օրերի ընթացքում եւ բնականաբար վերջում էլ կարծում եմ կընկվի աշխատանքային պայմանագիրը կամ տեղի կունենա վաճառքի փաստը։ Սա շատ ընդհանուր եթե կուզենաք ես շատ ավելի մանրամասն կներկայացնեմ որ փուլում, օրինակ մեր հաշվապահական դպրոցի ուսանողների համար ես ունեմ առանձին տրեյնինգ, մոտ 3 ժամանոց հենց վերաբերվում է այս ամեն ինչին, ինչի մասին ես նոր խոսացի, սկսած փաթեթավորումից, ռեզյումե, Facebook-ի էջ, LinkedIn-ի էջ, Twitter-ի էջ եւ անձի փաթեթավորումով, ռեզյումեի բովանդակությամբ, այցեքարտով, այսինքն այս ամեն ինչը փաթեթավորում է ձեզ, հա։ Եթե կլինեն հարցեր, մի օր ավելի մանրամասն այս ամեն ինչի մասին կխոսեմ։ Հիմա երկրորդ կետը, ինչպես վաճառել գիտելիքները կամ ինչպես վաճառել պրոդուկտը արդեն, եթե բիզնես է։ Բիզնեսի դեպքում իհարկե արդեն մի փոքր ավելի մեծ, այսպես ասած, նվագախումբ է աշխատում պրոցեսի վրա, որտեղ կան եւ մարքեթինգի գործիքի վրա նվագողներ, փոխաբերական իմաստով ասած, եւ PR-ի գործիքի վրա նվագողներ, եւ փաթեթավորման, եւ վաճառքների, եւ սերվիզի, եւ առհասարակ այդ ամբողջ process-ը նաեւ պետքա ճիշտ կազմակերպվի, որն իրենից ներկայացնում է արդեն մենեջմենթի մասը, հա։ Հետևաբար, եթե դուք ունեք պրոդուկտ, այդ պրոդուկտը ուզում եք վաճառեք որպես բիզնես, ոչ թե որպես վարձու աշխատանք, ապա կարող եք գնալ այդ ճանապարհով, իսկ դրա մասին արդեն կարծում եմ իմ հետագա հաղորդումների ընթացքում ես ավելի մանրամասն կխոսեմ, լավ։ Եվ ամփոփելով այս ամեն ինչը ասեմ, իդեպ ասեմ, ինչ սխալներ ենք մենք հիմնականում անում այս երկու փուլերում։ Փուլ առաջին, այդ արժեքավոր բանի արկայությունն է, դու ունենում ես պրոդուկտ, դու ունենում ես արժեք։ Երկրորդ փուլը, այդ արժեքավոր ծառայությունը կամ ապրանքը կամ մասնագիտությունը վաճառելու մասն է։ Լավ, հիմա ինչպես ձեռք բերել առաջինը։ Իհարկե, առաջինի ձեռք բերման համար մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար կամ իներցիայով կամ մեր ծնողների խորհրդով մենք գնում ենք բու, կարծես թե ակնկալելով, որ կստանանք հենց այդ պրոդուկտը, որը հետո կարողանանք վաճառել։ Բայց արի ու տես, բուհը տալիս է մի պրոդուկտ, որի ժամկետը արդեն անցած է հենց տալու պահին։ Դեռ չասած, երբ որ դուք կավարտեք ինստիտուտը, արդեն ժամկետից անցած կլինի, լրացուցիչ չգիտեմ, մի հատ ժամկետին համաչափ փաթված, հա, այսինքն եթե մենք գնում ենք բուհ ու ձեռք ենք բերում այդ պրոդուկտը, մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք այդ պրոդուկտը այդ պահին ժամկետի մեջ է, թե արդեն ժամկետը անցա։ Եթե մենք սարքում ենք կատնամթերք, սմետան, տվորոկ, որ այդ պահին արդեն ժամկետը անցա, իսկ պետք է վաճառենք մի քանի ամիս հետո, 5 ամիս հետո, 6 ամիս հետո, իմաստը կորում։ Այսինքն հենց այս փուլից պետք է ճիշտ պրոդուկտը ընտրել, կառուցել։ Հիմա այդ մասնագիտության մասով, հա, երկրորդը ինչ ես կասեմ մասնագիտության մասով, շատ մարդիկ վերցնում են, ինչ որ տես մոտավորապես մեկ պրոդուկտ են ստեղծում, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ անունը դնում են կամ
իրավաբան եմ, ավարտել եմ, ես եմ որ բուհի իրավաբանական բաժին է, դա դեռ պրոդուկտ չի, պրոդուկտը այդ ավելի հղկված, ավելի կոնկրետ, ավելի ամբողջական ծառայությունն է կամ մասնագիտությունն է, ընդհանուր իրավաբանը, բոլոր պրոֆեսիոնալ իրավաբաններն կփաստեն, որ իրենք մասնագիտանում են, ասենք, հստակ միգուցամ քրեական, վարչական, քաղաքացիական կամ ինտվարկածներից երկուսը, հա, մեկից ավել, բայց ոչ ամեն ինչը, հա։ Այս պարագայում, եթե դուք ունեք մասնագիտություն ու ձեր մասնագիտությունը հստակ ավարտուն, փաթեթավոր ավարտուն տեսք չունի, ինքը դեռ պրոդուկտ չի։ Եվ իհարկե մասնագիտությունից բացի ես շատ կարևորում անձնային հատկությունները, որոնք ձեր պրոդուկտին աղու համու հոտ են տալի, հա, աղի նման։ Այդ մասնագիտական որակների մասին մեր մյուս վիդեոների ժամանակ ես կխոսեմ, բայց ասեմ, եթե դուք այդ անձնային ներողություն, անձնային որակների մասին, դուք այդ անձնային որակներն ձեռք բերեք եւ զարգացնեք, որոնք իդեպ ասեմ գործարանների համար ավելի կարևոր մաս են, քան պրոստը մասնագիտական մասը պրոդուկտի, հա, այլ մարդը ինքը իր անձով նեղացկոտ է, նեղացկոտ չի, ֆայմող է, ֆայմող չի, վստահելի է, վստահելի չի, պրոակտիվ է, պրոակտիվ չի։ Այսինքն սա պրոդուկտին ավելի մեծ արժեք է տալիս, քան ինքը բուն մասնագիտությունն է, երբ որ լինում է պրոդուկտը արդեն համեմված անձնային որակներով, իմացեք, որ վաճառքի process-ը կիսով չափ արդեն դուք արել եք։ Սա մասնագիտության մասով եւ շատ կարեւոր մի նրբություն էլ մեջ վերեմ, եթե մենք վերցնում ենք ու մասնագիտության համար միացած ցածր նշաձող ենք վերցնում ու մասնագիտանում ենք այդ նշաձողի սահմաններում, ապա մենք հանդիպելու ենք շուկայում ահռելի մրցակցություն, որտեղ մարդկանց մեծամասնությունը չի սիրում զարգանալ, չի սիրում կարդալ, չի սիրում ինքն իր վրա աշխատել եւ հետեւաբար այն մասում, որտեղ կա ցածր կվալիֆիկացիայի պահանջ, հա, աշխատանքի մրցակցությունը ահռելի է, մարդկանց 80%-ը մրցակցում է հենց այդ դաշտում։ Իսկ աշխատանքի տեսակները բնականաբար այդ դաշտում եւ ավելի ցածր են վարձատրվում եւ ավելի պայմաններն են ավելի վատը եւ նաեւ մի տեղին բաժին անկնում, չգիտեմ, 10 ցանկացող, այսինքն խախտվում է մրցակցության բնույթը, հա, այս մասով։ Հիմա դրա համար, եթե դուք ձեր կվալիֆիկացիան բարձրացնում եք, այսինքն բարձրանում եք ավելի բարձր, այսինքն ձեր քաշային կարգը փոխում եք, ոնց որ սպորտում, հա, ավելի բարձր քաշային կարգում եք սկսում մենամարտել, դուք ստեղ մրցակցություն չեք հանդիպում կամ քիչ եք հանդիպում, որտեղ քիչ են մարդիկ էլի եմ շեշտում, ովքեր ուզում են իրենց վրա աշխատեն ու զարգանան ու բարձրացնեն իրենց որակավորումը, հա։ Եվ այս փուլում էլ արդեն դուք էլի բարձրանաք, այսինքն ձեր պրոդուկտը պետք է անդադ դուք զարգացնեք, ձեր պրոդուկտը եթե լավ անընդհատ զարգացնեք, իմացեք, որ դուք առհասարակ եւ կլինեք մրցակցությունից դուրս կամ ավելի քիչ մրցակցային պայմաններում, ավելի մեղ մրցակցային պայմաններում եւ երկրորդը ձեր պրոդուկտը ավելի շատ կգնեն, քանի որ այդ ժամանակ շուկայում կլինի բավական մեծ պահանջարկ ձեր աշխատանքի, այսինքն պահանջը մեծ կլինի, իսկ առաջարկողները քիչ կլինեն, լավ։ Սա մասնագիտության մասով, մյուս մասով ինչպես ձեռք բերել պրոդուկտ, եթե դուք կարողանաք ձեր պրոդուկտը ձեռք բերեք հենվելով ձեր տաղանդների վրա եւ իրեն տակ արդեն բիզնեսային պրոդուկտի տեսք, պրոդուկտ, որը կարող վաճառվի արդեն ոչ թե վարձու աշխատանքի տեսքով, այլ ֆրիլանսի տեսքով կամ բիզնեսի տեսքով, ձեռնարկատիրական գործունեության տեսքով, դա արդեն առանձին թեմա է։ Մի օր դրանից էլ ես կխոսեմ եւ կարծում եմ պատասխանը կլինի ամբողջական, այսինքն ինչպես աշխատել գումար, ձեռք բերել պրոդուկտ եւ պրոդուկտի վրա անընդհատ աշխատել եւ կարողանալ վաճառել։ Վաճառքի process-ն իրենից ներկայացնում է փաթեթավորում, մարքեթինգ, վաճառք։ Իդեպ անձի մասով էլ մարքեթինգը ուղղակի կարող ենք ասել անվանել PR եւ այսքանով ամփոփենք մեր այսօրվա պատասխան հոլովակը։ Դե մյուս հարցերին կանադառնամ այս հոլովակից հետո եւ եթե կլինեն հարցեր, խնդրեմ կարող եք գրել եւ ես կպատասխանեմ։ Իդեպ մեզ կարող եք հետևել YouTube-ում մենք ունենք զարթուցիչ հաջողության տրեյնինգ ալիք, մեզ կարող եք հետևել Facebook-ում Գրիգոր Առաքելյանի էջում, մեզ կարող եք հետևել նաեւ Instagram-ում, Twitter-ում եւ VKontakte-ում։ Մենք բոլոր հարթակներում էլ կանք եւ հուսով եմ արժեքավոր վիդեոներն ու արժեքավոր թեմաները ավելի կշատանան առաջիկայում։ Դե, առայժմ